շատ լավ տրամադրություններ ու այս լավ տրամադրությունը շարունակվելու է մեր եթերում, որովհետև շատ կարևոր ոլորտ ենք անդրադառնալու։ Շատ սիրելի ոլորտի ենք անդրադառնալու եւ հիմա ես առիթ ունեմ շնորհավորելու տաղավարում գտնվող երկու հյուրերին այս դեպքում եւ Ռուբենին եւ մեր հյուրին, որովհետեւ ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է եւ մեզ մոտ Հայաստանում եւս այսօրը նշում ենք, իսկ թե ինչպես կիմանանք հենց հիմա մեր տաղավարում է Բերդ Պարային համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի պարարվեստի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Կարեն Գևորգյանը։ Բարի լույս։ Պարարվեստի հետ կապես նկատեցիք։ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի։ Չէ, այսօր քանի որ պարը ներելի է, որովհետև մենք այս հատվածը արդեն բավականին շատ ենք խոսելու պարարվեստի եւ աշխարհի հետ։ Արից օգտվելով նախ բարի լույս, երկրորդը շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Վերադառնանք այսօրվան, պարոն Գևորգյան, օպերան մեր թատրոնում լինելու է համերգ։ Բերդ անսամբլի համերգը, որը որ երկար սպասված էր։ Խոսենք դեռևս այսօրվա սպասվելիք համերգից, հետո որովհետև խոսելու շատ բաներ ուներ, կանդրադառնանք նաև կարևորներին։ Նախ ես ձեզ նույնպես շնորհավորում եմ եւ այսօր աշխարհը հավաքվում է նշելու այս գեղեցիկ տոնը եւ գնահատելու պարկ կոչվող կախարդական արվեստը եւ ես ուզում եմ առաջ անցնելով ասեմ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը այսօր նախաձեռնել է պարային շքահանդես, այսինքն հյուսիսային պողոտայում ժամը 6-ին, Հանրապետության հրապարակում, Ազատության հրապարակում ժամը 6-ին սկսելու է պարային տոն, պարի շքահանդես եւ ես արդից օգտվելով ուզում եմ նաև շնորհավորեմ բոլոր պարարվեստի գործիչներին եւ մարզերում ժամը 6-ին բոլոր մարզկենտրոններում նույնպես տեղի է ունենալու պարի շքահանդես եւ ուրեմն այս կերպ արժևորելու պարարվեստի գործչի մեծ աշխատանքը պարի աշխարհում պարով զբաղվողների, պարուսույցների, բալետմայստերների եւ ընդհանրապես առհասարակ պարարվեստի գնահատողներին բոլորին շնորհավորենք այսօրվա մասնագիտական տոնի առթիվ։ Իհարկե բոլորին շնորհավորենք, բայց ձեզ նաև ասենք շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։ Հանդիսատեսի անունից եմ հիմա խոսում, որովհետև բարի օգնությամբ դուք փոխանցում եք այդ պատմությունը, իսկ հանդիսատեսը ապրումակցում է, իր հույզերն է նաև տալիս եւ կիսվում դահլիճից դեպի բեմ, ու շատ կարևոր է մասնակիցը դառնալ նմանատիպ մշակութային իրադարձությունների, որոնց պակասը գոնե Բերդը չի տալիս եւ համերգները հաջորդում են մեկը մյուսին եւ այսօր եւս տեղի է ունենալու։ Ուզում եմ արձանագրեմ մի շատ կարևոր փաստ, որ անցյալ տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Բերդ Պարային անսամբլը ելույթ ունեցավ Ֆրանսիայի 15 քաղաքներում 27 մենահամերգներով եւ ունեցավ 45 օրում 27 մենահամերգներ Դե ճանապարհներն էլ հաշվենք, կարելի ասել ամեն օր դուք համերգ ամեն օր համերգ ենք ունեցել, բացի Կիրակի օրերից սենց Կիրակին ազատ օրեր ժողովուրդը հանգստացել է եւ ունեցել ենք մոտավորապես 20,000 հանդիսատես եւ սա ոչ միայն Բերդ Պարային անսամբլի հաջողությունն է, ես ուզում եմ արձանագրեմ, սա մեր հայ պարարվեստի մշակույթի հաջողությունն է, որովհետև մեր հանդիսատեսը բացառապես ֆրանսիացիներ էին եւ կազմակերպիչները նույնպես ֆրանսիացիներ էին եւ շարունակելով հաղթարշավը այս տարի արդեն մարտի 2-ին Բերդը ելույթ ունեցավ աշխարհահռչակ Ֆրանսիայի Կազինո դե Պարի Լեպլեցուն դահլիճում եւ բյուրավոր հանդիսատեսին լցրեց հայկական պարի ոգեղեն շնչով եւ կրկին ու կրկին մեր պարը հանրահռչակելու այս ճանապարհին իսկապես Բերդը այդ առաքելությունը ունի։ Հրաշալի, բայց ամեն դեպքում ինչի կապակցությամբ նաև շնորհավորում ենք, նախ իդեպ ամսի 2-ին, երբ որ դուք ելույթներ ունեցաք, ինչ-որ հատուկ ծրագիր մշակված էր, թե ոչ, Կազինո դե Պարի մասին։ Կազմը ամբողջական կազմով էինք մեկնել եւ մենք ընտրել էինք մեր անսամբլի համարներից լավագույն այսպես ծրագիրը, որովհետեւ ամեն անգամ մենք տարբեր ծրագրով ենք ներկայանում եւ ինձ համար էլ շատ դժվար էր ընտրել այնպիսի ծրագիր, որը որ
բոլորն եմ սիրում անսամբլում ծրագիրը, բոլորը ինձ համար հարազատ են, մոր նման են վերաբերվում այդ բոլոր համարներին, բայց ինձ համար դժվար էր ընտրել այնպիսի մի ծրագիր, որպիսի ֆրանսիացիները նույնպես կարողանային այդ ամբողջական պատկերացում կազմել մեր ժողովրդի նիստուկացի, ավանդույթների, այսօրվա պարարվեստի զարգացվածության մասին պատկերացում կազմեին, որովհետև Բերդը հնագույն պարերը մշակում է եւ այսօրվա շնչով, այսօրվա ոգով է ներկայացնում օտար հանդիսատեսին։ Արձագանքը իսկապես միշտ շատ ավելի ջերմ է Հայաստանի սահմաններից դուրս, երբ տեսնում են հայկական, այս դեպքում պարը, բայց երբ հանդիսատեսը ազգությամբ հայ չէ, ինչպիսին է նրանց արձագանքը, ինչ էմոցիաներով են կիսվում, հետո արդյոք մեկնաբանություններով ձեզ հետ կիսվում եւ փորձում են հասկանալ օրինակ իրենց մի փոքր տարօրինակ թվացող գուցե կամ զարմանալի պարերը։ Շատ հետաքրքիր հարց եք տալի, որովհետև լավ մշակույթը իսկապես ծափահարում են բարձր բեմերում եւ դժվար ես կարողանամ խոսքերով արժևորել կամ կշռել այն զգացողությունը, ինչ որ ես այդ 27 մենահամերգներին տեսել եմ օտար ազգի հանդիսատեսի արձագանքը, նրանց զարմանքը, հիացմունքը, դա իսկապես այս մեր ժողովրդի մշակույթին էր վերաբերվում եւ ես առանձնապես հպարտություն էի ապրում, որովհետեւ այն ինչ որ ժառանգապար փոխանցվել է մեզ եւ այն ինչ որ մենք կրում ենք որպես ժառանգություն արժանի է բարձր ծափերի եւ դրա վառապացույցը հենց Ֆրանսիայում 27 մենահամերգներին բայց դրանով չի սահմանափակվում Բերդ պարային անսամբլի ելույթները միջազգային բեմերում մենք 2025 եւ 26 թվականներին համերգային շրջագայություններով կլինենք Միացյալ Նահանգներում, Անգլիայում, Բրյուսելում, Գերմանիայում, Բուլղարիայում եւ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն բեմերում։ Հիանալի է։ Հրաշալի է, մեզ մենակ հաջողություն է բնում մաղթել, որպեսզի ոչ մեկ չհիվանդանա, ոչ մի վնասվածքներ չլինեն, ամեն ինչ որ պլանավորել եք եւ գծագրել նույն կերպ, նույնիսկ մի երկու անգամ ավելի լավ անցնի։ Հիմա այսօրվա ծրագրին նաեւ անդրադառնանք, քանի որ այսօր Բերդ անսամբլի մենահամերգը լինելու օպերային թատրոնում։ Ինչ ծրագրով եք հանդես գալու ու ինչքանով կկարևորեք այսօրվա մենահամերգը։ Ամեն մի համերգ յուրահատուկ ձևով է պատրաստվում, դուք շատ լավ գիտեք, այդ արվեստի բարձր պրոֆեսիոնալ աշխատող եք եւ պարող եւ պիտի ասեմ, որ այսօրվա ծրագրում որոշակի նոր փոփոխություններ ունենք համարների, այն համարները, որոնք որ շատ վաղուց չէինք բարել, թարմացվել է ծրագրում, բայց մենք պատրաստվում ենք մի ամբողջական նոր բաժնով հոկտեմբեր ամսին մեր Բերդ անսամբլի երկրպագուների եւ պարասեր հասարակությանը նոր անակնկալներ մատուցել, որովհետեւ մենք հոկտեմբերին պատրաստվում ենք մի ամբողջական նոր ծրագրով հատուկ առիթ կա թե ուղակի Օբելյանական առիթ կա եւ այո շատ լավ դեռ հոկտեմբերի մասին խոսենք ամեն դեպքում վերադառնանք այսօրվանը այսօր մի քանի համարներ են թարմացվել այսպես վերականգնվել այո մեկ բաժն է լինելու չէ մենք ընդհանրապես միշտ երկու բաժնով ենք ելույթ ունենում մեկ ժամ տևողությամբ առաջի բաժինը եւ մեկ ժամ տևողությամբ երկրորդ բաժինը բավականին հագեցած ծրագիր եւ ամբողջությամբ Բերդը ներկայանում է մեր հնագույն պարերի նորօրյա շնչով եւ մեր հանդիսատեսի պակաս իսկապես չունենք, իսկապես տոմսեր չկա, այսինքն արդեն չկա, սպառվել է։ Չեն կարող ասել շտապեք տոմսեր ձեռք բերել։ Ես անկեղծ եմ ասում, Բերդը այդ խնդիրը լինի դա Փարիզում կամ Միացյալ Նահանգներում կամ Երևանում շատ արագ են սպառվում Բերդ պարային անսամբլի տոմսերը։ Ինչը շատ ողջունել է, գուցե երկու օր պետք է անել, պարոն Գևորգյան։ Մարդկանց հոսքը շատ է իրականում, դուք եք փաստում, կարելի է երկու օր իրար անընդմեջ տանել, որպեսզի հատկապես լավ փորձ ունեք, շաբաթական 6 օր Բերդ անսամբլը կարողանում է մենահամերգներով ելույթ գալ, մեկ օր հանգստանալ։ Շատ ճիշտ եք։
Մաղթում ենք, որ միշտ այդպիսի արագությամբ սպառվեն տոմսերը եւ միշտ խնդիր լինի հաջորդ համերգի օրը գտնելու, ազատ օր գտնելու, կլինի դա Հայաստանում, թե մայրաքաղաքում, թե այլ քաղաքներում եւ թե Հայաստանի սահմաններից դուրս եւ եւս մեկ անգամ շնորհակալություն ձեր ու ողջ անսամբլի կատարած աշխատանքի համար, որ կարողանում են հանրահռչակել հային եւ հայկականին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ պարոն Գեորգյան, ձեր գլխավորությամբ նաև այո, ինչպես նաև խոսակցության ամենասկզբում նշեցիք, մեր բոլոր պարարվեստի բնակավարում ամենափոքր իսկ լուման ներդրած մարդկանց եւ ամենակարևորը մեր հանդիսատեսին, որովհետեւ սելերս նաև դա համընդհանուր է, այսպես կարելի ասել, տոն է։ Բարի լեզուն ամենաձյուրին է, ամենակատարյալն է, այստեղ ընդհանրապես ազգությունը կապ չունի, լեզուն կապ չունի, հավատքը կրոնը կապ չունի, այստեղ հոգին կապ ունի, որը որ մենք մեր մարմնի շնորհիվ կարողանում ենք փոխհարաբերության եւ զրույցների կամ, չգիտեմ, այսպես դիալոգների նույնիսկ անդրադառնալ։ Շատ շնորհակալություն ձեզ, ձեզ լավ օր ենք մաղթում, իսկ այսօրվա համերգի հետ կապված հաջողություն, որպեսզի շատ այսպես տեղին, ինչպես միշտ անցնի մենահամերգը։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Սիրով, իսկ մենք շարժվենք առաջ։ Այո, շարժվենք առաջ։